Օգոստոսյան խավարման միջանցքը մոտենում է ավարտին, և դրա հիմնական կետը կլինի օգոստոսի 28-ը։ Այսօրը ձկների համաստեղությունում տեղի կունենա մասնակի լուսնային խավարում, մի ժամանակ, երբ ծանոթ որոշումները կարող են հանկարծակի պակաս ակնհայտ թվալ։ Այս անգամ կույսի և ձկների միջև հակադրությունը հատկապես նկատելի կլինի։ Արևը կլինի կույսում, իսկ լուսինը ձկների համաստեղությունում։ Հետևաբար, այս ժամանակահատվածի հիմնական թեման բանականության և հույզերի բախումն է, ամեն ինչ վերահսկելու ցանկությունը վերջապես կանգ առնելու և հանգստանալու անհրաժեշտությամբ։ Լավագույնն է կարևոր միջոցառումները չպլանավորել օգոստոսի 28-ին։ Օրն ավելի հարմար է դադարի, մտորումների և իրավիճակի անկեղծ գնահատման համար։ Երբեմն հենց այդպիսի պահի է պարզ դառնում՝ կյանքի մեկ փուլն ավարտվել է, և մեկ այլ փուլ ձգտում է զբաղեցնել դրա տեղը։ Ժամանակն է կարգավորել աշխատանքը, հարաբերությունները և անձնական ցանկությունները։ Խավարումը կարող է ստիպել ձեզ վերանայել ձեր կարիերան։ Ոմանք կհասկանան, որ հասել են իրենց նպատակներին և պատրաստ են առաջ շարժվել։ Մինչդեռ մյուսները, ընդհակառակը, կզգան ուղղությունը փոխելու ցանկություն։ Մյուսների համար այս ժամանակահատվածը լրացուցիչ խթան կլինի վերջապես իրականացնելու երկար ժամանակ հետաձգված ծրագրերը։